Տիտիկի Սակշի։ Ես ուզում եմ մի բան հարցնել։ Հարցրու։ Տիկին, բարոն Դրովը բարկացել էր։ Դուք էլ ինձ վրա բարկացաք։ Բայց չէ որ դուք եք Վիվեգին ասել, որ նորեկներն ամեն տարի այդպես են անում, եւ որ ես էլ պետք է տորթը նրա դեմքին քսեմ։ Նորեկները տորթը քսում են դեմքին, բայց իրար դեմքերի։ Ոչ թե Դրովի։ Կարգին լսիր այն ինչ ասում եմ։ Սա լավն է, շատ լավն է։ Մայրիկ, նայիր։ Սա նայեք։ Ոչ ոք չի կարող նրան մերժել։ Շատ խելացի աղջիկ է։ Բարձրագույն կրթություն է ստացել։ Դոկտոր է, ուրեմն իրոք կիրթ աղջիկ է։ Ով համալսարան չավարտի, որ կիրթ չլինի։ Ուրեմն լավն է։ Երբ հիվանդանանք բուժվելու համար փող չենք տա, չէ՞։ Նա այդպիսի բժիշկ չէ։ Համալսարան ավարտելուց հետո բոլորն էլ դոկտոր են կոչվում։ Դու դա հասկանում ես։ Գոնե 2 րոպե կարող եք բերաններդ փակ պահել։ Կաուշալայաջի, ես ասել եմ, որ իմ հարսը բոլորից գեղեցիկ պետք է լինի։ Եվ պետք է իմ պարծանքը դառնա։ Պահ, ինչ էլ պահանջներ ես դնում։ Անկեղծ եմ ասում։ Հույս ունեմ, որ այդ մեծ պահանջներիդ պատճառով տղադ ողջ կյանքում մենակ չի մնա։ Ես հույսս Աստծո վրա եմ դրել։ Ես հաստատ կգտնեմ այն աղջկան, որի հետ ուզում եմ իմ Դրովին ամուսնացնել։ Գուցե մի քիչ երկար տևի, բայց ոչինչ։ Բայց դու մեզ շատ շուտ ես ամուսնացրել, մեծ մայրիկ։ Ինչու չես ուզում, որ Դրովն էլ շուտ ամուսնանա։ Սեփական փորձիցս եմ այդ եզրակացությանը եկել։ Կարող է շատ մեծ փորձ ունենալ Վասունդարա, բայց տես հանկարծ չսկսես աշխարհով մեկ աղջիկ փնտրել։ Եթե այդպես անես, տղաս կծերանա, իսկ դու դեռ նրան ամուսնացրած չես լինի։ Դու ինչ ես անում այստեղ։ Գնա փողը ներս տար։ Փող։ Դու մի մտածիր։ Ես հաստատ իմ ուզած աղջկան կգտնեմ։ Անպայման։ Բարոն Դրովը շատ բարկացած է։ Ես երևի առաջինը նրա մորից ներողություն խնդրեմ։ Ես պետք է մինչև օրվա վերջ ներողություն խնդրեմ պարոն Դրովից։ Ոչ, առանց այդ էլ շատ բան է եղել այսօր։ Եթե նորից ինձ տեսնի, ավելի կբարկանա։ Պարոն, ես արդեն ասել էի, որ փորձում եմ։ Այս ծանոթությունն ինչի համար է։ Բայց դուք վաղուց գիտեի, ուրեմն ինձ էլ ժամանակ չեք տա։ Հնարավոր չէ։ Լավ։ Ինչ է եղել հայրիկ։ Այդ ինչ ծանոթման մասին ես ասում։ Աղջիկս։ Բանկից են ուղարկել։ Գիտես, որ վարկի էի վերցրել թափքի հարսանիքի համար։ Ոյմա ասում են, որ եթե վճարումն ուշացնեմ, Ուրեմն ինչ հայրիկ։ Ստիպված թողնելու ենք մեր տունը։ Տունը։ Այո, աղջիկս։ Ես մեր տունն էի գրավ դրել վարկը ստանալու համար։ Դու միշտ քաջալերել ես մեզ, հայրիկ։ Ինչու ես այսպես հուսահատվում։ Այդքան մի նեղվիր։
Մի ելք անպայման կգտնենք։ Ինչու է պարոն Դրովի սենյակում այսքան մոտ։ Այս մտությունից Ուզում եք ասել, պարոն, որ վախենում եք մթությունից։ այո, Նաև մթությունը Դրովին սա դուր չի գա։ Անջատիչները նորմալ են։ Երևի լամպն է այրվել։ Հիմա այստեղի լամպը կհանեմ ու կտանեմ պարոն Դրովի սենյակ։ Տաք է։ Ես քերուն կխնդրեմ այստեղ նոր լամպեր հագցնել, բայց հիմա կարևորը նրա սենյակն է։ Ինչու դուրս չի գալիս։ Դուրս արի։ Ինչու չեմ կարողանում հագցնել։ Ինչքան ուզում եմ այստեղ քիչ մնալ, այնքան մնալս ավելի է երկարում։ Չեմ հասկանում։ դու ինչ ես անում իմ սենյակում։ Ոչինչ, ներեցեք։ Ամեն ինչ պատրաստ է, չէ՞։ Ինչ եղավ չոտկի։ Ոչինչ։ Մոծակը կծեց։ Դրա համար գոռացի։ Այնպես գոռացիր, որ ինձ թվում է մոծակը պետք է որ շատ մեծ լիներ։ Մի քիչ ավելի խրթխրթան թող լինի։ Այո, մայրիկ, բաուջին հենց խրխրթանել սիրում է։ Բայց այսօր ամեն ինչ Դրովի ուզածով ենք անում։ Ինչու ինձ կսմթեցիր։ Ուզում ես բաուջի գալուց առաջ ուտել, չէ։ Ես այստեղ սովից մեռնում եմ, իսկ քո բաուջին այնտեղ բամբասում է աղջկա հետ։ Ինչու ես այդքան ներս սրտում։ Մենք ինչի համար ենք։ Քեզ համար կգնենք քո ուզած ավտոմեքենա։ Լավ, արտասահմանյան թող լինի։ Այդ տրամադրությունդ մի գցիր։ Ես մի շքեղ սարի էի ուզում, բայց մեծ մայրիկն ինձ մերժեց։
Իսկ հիմա տես, բաուջին իր աղջկա համար արտասահմանյան մեքենա է ուզում գնել։ Աշվին, ես սարի եմ ուզում, գոնե դու գնիր։ Նա բաուջի աղջիկն է։ Իսկ դու նրա հարսն ես։ Այն էլ փոքր տղայի հարսը։ Այնպես որ լրիր։ Աղջիկս դու լավ սովորիր, լավ հանձնիր քննություններդ։ Հետո խոսենք աղջիկս։ Լավ։ Դե, ինչ ենք ուտելու։ Այնպես ես ուզում անել, որ Կիրանի բոլոր քմահաճույքները կատարվեն։ Բայց նրա ոտքերն ամուր հողին են, ի տարբերություն տղայիդ, որը շատ բարձր է թռչում։ Նա մեր տանը երբեք ուշադրություն չի դարձնում։ Բաուջի, այդ հարցում կարող ես հանգիստ լինել։ Նա միշտ էլ այստեղ է ու ամեն ինչ անում է տան համար։ Այո, բաուջի, ես ամեն ինչ անում եմ։ Տան գործերներ եմ անում, հողի հետ կապված հարցերներ եմ լուծում։ Դու լրիր։ Եթե կա մի մարդ, որն ամեն ինչ անում է, դա Վիհանն է։ Բայց բաուջի, Վիհան Բհայան հիմա միայն նանիով է զբաղված։ Եվ տուն գալու միտք էլ չունի։ Նա շուտով կգա։ Դուք հանգիստ կերեք։ Դրուվ։ Վերադարձար տղաս։ Արի միասին ճաշենք։ Մամ, ես այնքան էլ քաղցած չեմ։ Ուտելիքս հետո իմ սենյակ կողարկես։ Գոնե այսօր քո սենյակում մի կեր։ Խնդրում եմ, մեզ հետ ճաշիր։ Մենք շատ կուրախանանք։ Մայրիկ, Լրիր։ Արի, խնդրում եմ։ մամ, Արի։ Նախ սա խմիր։ լավ։ Ինձ դուր։ Ինչու եք այսքան լուր։ Նա տան անդամ է, ոստիկան չէ։ Կարող եք ձեզ ազատ զգալ։ Գոնե այսօր մի քիչ քաղցր չես կարող խոսել։ Նե, ոնց են ձեր հեռուստաընկերության գործերը։ Գոնե նորմալ փող վաստակում եք, թե չէ։ Եվ պետք է քաղաքական գործիչներին մի լավ կաշառք տաք, որ գան ձեր հաղորդումներին։ Ոձրի չեն գալու։ Ես կաշառքով ու նման կեղտոտ բաներով չեմ զբաղվում։ Ես բոլորին էլ անվճար եմ հրավիրում հաղորդումներիս։ Ահա, դու սովոր ես ամեն ինչ հեշտությամբ ու ձրի ստանալ։ Այս տանն էլ քեզ համար ամեն ինչ ձրի է։ Իբան մոռանում ես, բաուջի։ Ես ամեն ամիս փող եմ վճարում այս տանն ապրելու համար։ Վճարում է։ Եվ այդ խղճուկ գումարով կարծում ես ամեն ինչի համար վճարում ես, հա։ Իսկ դու տարեկան 10%-ի գնաճը հաշվի առնում ես։ Դա ով է լրացնելու։ Ամեն օր մայրդ քո քիմքին հարմար բաներ է եփում։ Այդ մթերքի համար ով պետք է վճարի։ Դու ես ամեն ինչը ձրի ես ստանում։ Ինչ ես ասում։ Դրուվ, ճաշը։ Ես կճաշեմ միայն գնաճը հաշվի առնելուց ու մթերքի համար վճարելուց հետո։ Շնորհակալ եմ հյուրասիրության համար։ Ես ասում եմ, որ լռես։ Բայց դու Դու միայն ասացիր, որ քաղցր խոսեմ, ու արդյունքը տեսար։ Ես քաղցր էի խոսում։ ամեն ինչ նորմալ է։ Դու վերջերս այնքան քիչ ես խոսում։ Ամեն ինչ կարգին է, Պոնամջի։ Ամեն ինչ լավ է։ Բայց այդպես չի երևում։ Հույս ունեմ, ինձանից ոչինչ չես թաքցնում։ Տունը, երեխաները, ինչպես են։ Ամեն ինչ հոյակապ է, Պոնամջի։ Դու անհոգ եղիր։ Իսկ այն վարկը, որ բանկից էիր վերցրել։ Ես դա կանոնավոր վճարում եմ։ Գործերը շատ լավ են։ Մտահոգվելու կարիք չկա, Պոնամջի։ Դու միայն քո ու թափքի մասին մտածիր։ Լավ, հետո խոսենք։ Զանգ է գալիս։ Լավ, լսիր։ Մամ,
ես աշխատանքի եմ գնում։ Նախաճաշդ վերցրել ես։ Լսիր։ Դու ոչինչ չես կերել։ Ամեն ինչ տեղում է։ Ոչ, մամ, ախորժակ չունեմ։ Պարզ է։ Դեռ երեկվա դեպքի տպավորության տակ ես։ Մամ, ես դեռ առաջին սխալից համար ներողություն չէի խնդրել եւ երկրորդն արեցի։ Հիմա ինչպես եմ ներողություն խնդրելու։ Արի այսպես անենք։ Ես ռաբրիկ եփեմ։ Մամ, ես ներողություն խնդրելու մասին եմ խոսում։ Իսկ դու ռաբրի եփելու։ Քեզ համար չէ, Դրուվի եւ ձեր բոլոր աշխատակիցների։ Լսիր, իմ եփած ռաբրին ուտելուց հետո բոլորն ամեն ինչ կմոռանան ու քեզ կներեն։ Դու սպասիր այստեղ։ Ոչ, մամ։ Մինչև դու ռաբրի եփես, ես կուշանամ եւ այդ դեպքում Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Շնորհակալություն, մամ։ Դու ինձ հուշեցիր, թե ինչպես ներողություն խնդրեմ բոլորից։ Աշխատանքի գնալուց ես անուշեղեն կգնեմ ու բոլորին կհյուրասիրեմ։ Այդ դեպքում հաստատ ինձ կներեն։ Լսիր, ամբողջը տիկին Սաքշիին չտաս։ Նա հոգիդ շատ է հանում։ Մամ, նա իմ վերադասն է։ Լավ, բայց ամեն դեպքում շատ չտաս։ Լավ, մամ։ Առայժմ։ Մի րոպե, սպասիր։ Դատարկ փորով տնից դուրս չեն գա։ Սա վերցրու, ճանապարհին կուտես։ Վերցրու, կեր, անպայման կուտես։ Լսում ես։ Այսօր մենք հավաքվել ենք ճշմարտությունը բացահայտելու։ Մենք աշխարհին պետք է պատմենք այս վնասակար քաղցրավենիքի մասին։ Մենք պետք է մարդկանց տեղեկացնենք, որ անհրաժեշտ բաղադրիչներից բացի դրանց ամեն տեսակի քիմիական նյութեր են խառնում։ Էլ չեմ խոսում լասին խառնած ֆիլտրող թղթի մասին։ Եվ այդ պատրաստի արտադրանք կոչվածը առաքում են մեր ամբողջ շրջանով ու քաղաքով մեկ։ Այսօր այս քաղցրավենիքն ուտելուց հետո պարոն Դրովն ու մյուս աշխատողները հաստատ կներեն ինձ։ Սա Գյանշամլալ ընկերության ամենամեծ խանութն է։ Շենքի տակ գործում է մի հսկայական գործարան, որտեղ կատարվում է կեղծիքը։ Հետաքննության նպատակով Սաքշին ծպտված կներթափանցի այնտեղ։ Մեր մարդիկ արդեն տեղեկացրել են, որ այնտեղ աշխատողի թափուր տեղ կա։ Մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը։ Սաքշին կգնա ու ամեն ինչ կնկարահանի։ Նա դեմքը սարիով կծածկի։ Հակառակ դեպքում նրան շուտ կճանաչեն, քանի որ նա հայտնի հաղորդավար է, հանրային դեմք։ Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք։ Բոլորդ հասկացաք։ Այո, պարոն։ Այո, պարոն։ Կարելի է, պարոն։ Թափքի։ Ինչ ես անում այստեղ։ Ես Ինչ ես բայել ձեռքիդ մեջ։ Ես քաղցրավենիք եմ բերել բոլորիդ։ Դու դա Գյանշամլալ խանութից ես գնել։ Իսկ գիտես, որ նրանց քաղցրավենիքը կեղծված է։ Շատերն են ստամոքսի խանգարում ստացել նրանց անուշեղենի պատճառով։ Դեն գցիր դրանք։ Դրանք ուտելու պիտանի չեն։ Վիվեք, ուշանում ենք։ Լավ։ Այս հարցում մեր ամենակարևոր խնդիրը ճշտապահ լինելն է։ Գնացինք։ Պարոն, ես էլ գամ։ Ես էլ եմ ուզում նոր բան սովորել։ Դու մնա այստեղ։
Սա է այդ խանութը։ Սրա տակ է գտնվում այն արտադրամասը, որտեղ կեղծիքն անում են։ Բոլորս էլ գիտենք, որ Գյան Շամլալը խիստ խելացի ու վտանգավոր անձնավորություն է։ Դրա համար նրան ոչ ոք չի կարողանում բռնել։ Բայց այսօր մենք ամեն ինչ կբացահայտենք ու նա պատասխան կտա իր անօրինությունների համար։ Սակշի։ Պատրաստ ես։ Այո, Դրով, մինչև այսօր ես նման բաներ շատ եմ արել, այնպես որ չեմ վախենում։ Լավ։ Իսկ դուք, այո, պարոն։ Տեր Աստված, կեղծված քաղցրավենիք։ Ճիշտ կլիներ, եթե իմ ռաբրին տանեիր։ Այո, մամ։ Գիտես, պարոն Դրովը գնացել է, որ բռնի այդ կեղծիքի հեղինակներին, այնպես որ ես սրանք կգցեմ։ Սրանք վտանգավոր են։ Պահել եւ ուտել չի կարելի, կարող ենք թունավորվել։ Ոչ, այդպիսի բան չանես։ Դա քո արդար վաստակով ես գնել։ Հենց հիմա դա կտանես խանութ ու հետ կտաս։ Եթե ուրիշների կյանքի հետ են խաղում, ուրեմն թող պատասխան տան։ Վիվեկ, ստուգի ներսում ինչ է կատարում։ Ինչ կա այդտեղ։ Երևում է Գյան Շամլալն ինչ-որ բան է զգացել, դրա համար էլ անվտանգություն ուժեղացրել է։ Ուրեմն շարունակելը շատ վտանգավոր կլինի։ Կարևոր չէ, մենք ամեն դեպքում պետք է այսօր վերջացնենք։ Ես վստահում եմ Սակշիին։ Պատրաստ ես ներս մտնելու։ Տիկին, ուրիշ բան պետք է։ Ոչ, Հիմա Դրով ենք տեղեկացնեմ, որ պատրաստ եք ու կսկսենք։ սպասիր։ Հերոս մի ձևացիր, ես չեմ ուզում մեռնել։ Ինչ պատահեց։ Չես տեսնում, թե անվտանգություն ինչպես են ուժեղացրել։ Գյան Շամլալը շատ խորամանկ է, մեծ կապեր ունի վերևներում։ Եթե ինձ բռնեն, իմ վերջը կտան։ Ես նման բան չեմ ուզում։ Լավ, ուրեմն ինչ անենք։ Չգիտեմ, բայց ես այս բանը չեմ անի։ Տիկին, բայց պարոն Դրովին ինչ ենք ասելու։ Ես ինքս էլ չգիտեմ, ինչ եմ ասելու նրան։ Եթե նա տեսնի, որ ես վախենում եմ, հեղինակությունս նրա մոտ լրիվ կփչանա։ Չգիտեմ, թե ինչ անեմ։ Երկու քարի արանքում եմ մնացել։ Հիմա ինչ ենք անելու։ Սակշի։ Լավ ես։ Այո, Դրով, ինչու։ Այսքան մարդ է հավաքվել, հույս ունեմ ոչինչ չի պատահի։ Բոլորովին մի վախեցիր։ Ես նման բաներ շատ եմ արել։ Լավ, այդ ժամանակ մի կորցրու։ Գնա, արա ինչ պետք է։ Իսկ մենք մեր դիրքերում կլինենք։ Հաջողություն։ Թափկին ինչ է անում այստեղ։ Նա ինձ կեղծ քաղցրավենիք է տվել, ես հիմա նրան կտեսնեմ։ Նայեցեք։ Տիկին դուք։ Այս տեսքով։ Ինչ եք անում այստեղ։ Հախիր։ Թափկի դու։ Ինչ ես անում այստեղ։ Պարոն, ես եկել էի քաղցրավենիքը վերադարձնելու, բայց ձեր մասին չգիտեի։ Չգիտեի, որ այստեղ ինչ-որ բան եք անում։ Սակշի, ինչու ներս չմտար։ Արդեն գնում է, երբ գլխաշորս ցած ընկավ։ Ես վստահ եմ, որ Գյան Շամլալը տեսավ ինձ։ Եթե հիմա գնամ, ինձ հաստատ կբռնեն։ Ես չեմ կարող ներս մտնել, Դրով։ Պարոն, ուզում եք այսօր գործը հետաձգենք։ Ինչ իմանաս, թե այսպիսի հնարավորություն մեկ էլ երբ կստեղծվի։ Իսկ այդ ընթացքում մեծ քանակությամբ նոր կեղծված արտադրանք կհասնի մարդկանց։ Նոր թունավորումներ կլինեն։ Մենք ամեն դեպքում այս գործն այսօր պետք է ավարտենք։ Սակշին չի կարող ներս գնել, որովհետև նրան ամեն մարդ հիմա կարող է ճանաչել։ Եվ միայն կինը կարող է այդպիսի աշխատանքի համար խանութ ներկայանալ։ Եվ Զանգդորմեն աղջիկներից մեկին կանչիր։ Լավ, պարոն։ Սպասի, դա անիմաստ է, մինչև նա գա, նորա քաղցրավենիք ուրիշ խանութներ կառաքեն։ Եվ այդ ժամանակ մենք էլ ոչինչ չենք կարող անել։ Պարոն, այդ դեպքում ստիպված եք հետ գնալ, մենք ներս մտնել չենք կարող։
Պարոն, ես կարող եմ գնալ։ Դու Պարոն, դուք ինձ արգելել էիք գալ, բայց հիմա, քանի որ այստեղ եմ, ես կարող եմ օգնել, Գյանշամլարն ինձ չի ճանաչի, որովհետև երբ նա ինձ տեսավ, դեմքս ծածկած էր։ Պարոն, սա շատ կարևոր աշխատանք է։ Պարոն, թույլ տվեք գնալ։ Պարոն, կարող եմ գնալ։ լավ։ Սակշիի փոխարեն դու կգնաս։ Դու կապը կպահես, բարձրախոս ամրացրու, դու քո դիրքը զբաղեցրու։ Սակշի, դու գնա այստեղից, քեզ կարող են ճանաչել։ Իսկ դու պատրաստվիր։ Շատ լավ է, շատ լավ է։ Աչքերդ կախիր ու ամոթ խաց եղիր։ Իսկ եթե մեծ մայրիկն ինչ-որ բան ասի, մի պատասխանիր։ Դու միայն գլուխը ծածկիր ու լուր նստիր։ Ինչ։ Լավ, լսիր։ Ես հիմա կգամ։ Իսկ այդ ընթացքում անգիր արա սերիալի այն համեստ հարսի խոսքը, որը քեզ եմ տվել։ Լավ, ես գնամ։ Չուտկի, ինչ ես կարծում։ Այսքան բան անելուց հետո մայրիկն այս աղջկան կհավանի։ Ինչու չպետք է հավանի։ Ի վերջո ով է նրա ուսուցչուհին։ Ես։ Պանդեների ընտանիքի ամենասիրված հարսը։ Այսինքն հարսները։ Մենք էլի։ Լավ։ Ենթադրենք մեծ մայրիկը հավանեց նրան։ Դրանից մեզ ինչ օգուտ է լինելու։ Օգուտ։ Լսիր չուտկի, մենք ինչ ենք շահելու, աղ շահելու, ինչ անխելքն ես բարկի, եթե մեծ մայրիկն այս աղջկան հավանի, խոհանոցի բոլոր գործերը նրա վրա կգցենք ու նրան այնպես կիշխենք, ինչպես մայրիկն է մեզ իշխում, այս աղջիկը տան բոլոր գործերը կանի, իսկ մենք կհանգստանանք, չուտկի, ինչ փայլուն գաղափար է, ինչու իմ մտքով այդպիսի բան չեր անցել, եթե այդպիսի բան շուտ մտքովս անցներ, մեծ մայրիկը վաղուց հարս կունենար ու նա մեզ կլիներ ծառա, ծառա։ Թափկի, պատրաստ ես։ Չեմ հասկանում, թե ինչու ես այս բանին համաձայնել։ Տիկին Սակշին շատ փորձված է։ Իսկ դու առաջին անգամ ես գնալու։ Այն էլ այդ խորաման Գյանշամլարի մոտ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ կկարողանաս անել։ Այո, պարոն։ Համենայն դեպս կփորձեմ։ Եվ դրա համար գուցե ինձ ներեմ արածս սխալների համար։ Ես շատ եմ ափսոսում, որ չեմ կարող քեզ օգնել։ Շատ եմ ցավում։ Ոչինչ։ Հաջողություն։ Լավ, բոլորդ պատրաստ եք։ Այո։ Այո։ Շատ լավ։ Թափկի, ես ազատվեցի այս պատասխանատվությունից։ पर तुमने जो खुद इतना बड़ा खतरा Հիմա տեսնենք, թե դու ինչպես ես դրանից գլուխ անելու։ तुम इससे कैसे बचती हो। Ես սրա միջոցով կխոսեմ քեզ հետ։ Թափկի։ Հույս ունեմ, որ բարդություններ չեն լինի։ Եթե վախենում ես, կարող ենք հետաձգել։ Ոչ, պարոն։ Ես կարող եմ։ Լավ։ Դու մենակ չես Թափկի։ Դու հիմա մենակ ես ներս գնալու, բայց իրականում մենակ չես։ Այս դույլում տեղադրված տեսախցիկը հետևելու է քեզ ու ներսում տիրող իրավիճակին։ Այս տեսախցիկի միջոցով քո աչքերը իմ աչքերն են դառնալու։ Իսկ իմ ձայնն ամենուր քաջալերելու է քեզ։ Հաջողություն։ Ամուսինս իմ աստվածն է լինելու։ Իսկ ես ինձ բախտավոր եմ համարելու ստանալ նրա ազգանունը։ Իմ ամենամեծ պարտքն է լինելու հնազանդվել նրան ու նրա ընտանիքին։ Այ քեզ բան, արտակարգ էր։ Մեծ մայրիկ, դուրս գալիս է աղջիկը։
Հավանում ես։ Շատ լավն է, չէ։ Շատ համեստ ու միամիտ աղջիկ է։ Մեծ մայրիկ, նա մեր եղբորը շատ սազական աղջիկ է։ Իսկական տան հարս։ Մենք անպայման պետք է նրան մեր տուն բերենք։ Մեծ մայրիկ, արի էլ այս գործը չհետաձգենք, խնդրում եմ։ Ձեր տուն գնա։ Բայց շատ լավ աղջիկ է, ինչու ես հետ ուղարկում։ Այո, մեծ մայրիկ, շատ անմեղ է ու հեզ, կովի նման։ Ես իմ ու Դրովի համար կով չեմ ուզում բերել։ Ես էլ դա էի ասում բարգին, մայրիկ, ես էլ էի ասում, որ սա հարմար չէ մեր եղբոր համար։ Հիմա քեզ համար թեյ կբերեմ։ Լավ թեյ։ Ինչու ես փախչում։ Ոչ մեծ մայրիկ, ես չեմ փախչում։ Լավ։ Ասա ձեզանից որ մեկն է այս աղջկան գտել։ Բարգին, չուտկին։ Պարզ է, ուրեմն միասին եք գործանում։ Եթե մարդիկ ուժերը համախմբում են, արդյունքն էլ ավելի լավ է ստացվում։ Շատ ճիշտ է, մեծ մայրիկ, ես էլ նույն բանն եմ ասում չուտկին։ Արի գնանք չուտկի, գնանք մի ուրիշ աղջիկ գտնենք Դրովի համար։ Սպասեք։ Գոնե իմացեք, թե ես ինչ տեսակի աղջիկ եմ ուզում գտնել իմ Դրովի համար։ Այո, մեծ մայրիկ, ասա լսում ենք։ Դրա համար դուք մի քիչ դերասանություն պետք է անեք։ Դերասանություն։ Ինչու։ Մինչև դերասանություն չանեք, ինչպես եք դիմացինի իսկական դեմքը տեսնելու։ Այո, շատ ճիշտ ես ասում։ Այո, մեծ մայրիկն ամեն ինչ ճիշտ է ասում։ Լավ, դե հիմա կարմրեք նորահասների պես։ Հապա, դու Սուման, սկսիր, կարմրիր։ Գնա։ Արի, սկսիր։ Մայրիկ, ես։ Հապա, մինչև չտեսնեմ, ոչ միտեղ չեմ ուղարկի։ Գործի անցիր։ Շատ ապրես։ Ապրես։ Իսկ հիմա դա նկարահանիր։ Բայց ինչու նկարահանեմ։ Երկուսդ էլ այնքան լավ դերասան եք։ Չի կարելի սա չնկարել։ Մի րոպե։ Նայիր մեծ մայրիկ։ Ապրես։ Իսկ հիմա դու պարիր։ Ամեն հարց պետք է լավ պարել իմանա, հապա։ Ես։ Այո։ Եթե դու լավ դերասանուհի ես, պարել էլ պետք է իմանաս։ Այո, բարգի, պարիր։ Լավ։ Ես կպարեմ։ Շատ ապրես։ Դե սկսիր։ Ապրի իմ հարսը, շատ ապրի։ Սուման։ Իսկ հիմա դու երգիր։ Ամեն հարց պետք է երգել իմանա։ Դե երգիր։ Այո, չուտկի, այո, երգիր։ Երգեմ, մեծ մայրիկ։ Երգիր, բոլորս լսենք։ Դու լողանալիս հաճախ ես երգում։ Լավ։ Լավ, հերիք է։ Շատ լավ է։ Իսկ հիմա ամաչիր ու սկսիր քայլել հարսնացուի նման։ Շատ լավ է։ Լավ ուրախացանք։ Մեծ մայրիկ, լավ դերասանուհիներ ենք։ Դուք այս տեսագրությունն ամեն օր պետք է նայեք ու հասկանաք, թե ինչքան անպետք եք բոլոր առումներով։ Մի բան էլ պետք է հասկանաք։ Ինձ խելացի, գեղեցիկ ու դասյարակված հարս է պետք, որը կհասկանա Դրովին, կծածկի նրա թերությունները։ Ես չեմ ուզում, որ իմ հարսը հեզաբար աչքերը կախի։ Ես ուզում եմ, որ նա քայլի տղայիս կողքով։
Պարոն, ականջակալը ականջից ընկավ։ Էй։ Թափքի։ Ականջակալը ականջիդ դիր։ Դիր ականջիդ։ Շնորհակալություն, պարոն։ Հետո մասացիր, պարոն։ Ձեզ ուրիշելու։ Իսկ ինչու է շնորհակալություն հայտնում։ Որ պաշտպանում եք այսքան մեծ խանութը։ Շատ ապրես, Թափքի։ Մի րոպե։ Ես առաջ քեզ այստեղ չեմ տեսել։ Թափքի, ասա հավաքարարներից մեկը հիվանդացել է, դու ես եկել նրան փոխարինելու։ Պարոն, հավաքարարներից մեկը հիվանդացել է։ Ես էլ եկել եմ նրան փոխարինելու։ Նա է ուղարկել։ Լավ, կարող ես ներս գնալ։ Թափքի, ինչ ես մտածում։ Ոչինչ, պարոն։ Ես սովորաբար միշտ անախորժությունների մեջ եմ ընկնում կակազելու պատճառով, բայց այսօր առաջին անգամ կակազելն ինձ օգնեց դուրս գալ անհարմար իրավիճակից։ Լավ, գնա։ Լավ, պարոն։ Աչքիդ առաջ չես նայում։ Կալյաշ, արի այստեղ։ Լավ, պարոն։ Դեռ ինչքան կտևի։ Բիրջու բայա, օճառաջուրն ու դեղը պատրաստ են, հենց հիմա կխառնեմ։ Արագացրու։ Մադև։ Ինձ թույլ կարաք, Արագ աշխատի, շուտ արա։ Թափքի, գնա ամեն ինչ նկարանիր մոտիկից։ Ասացի գնա Թափքի։ Ոչ, պարոն, ես չեմ կարողանա։ Ես ուզում եմ վերադառնալ։ Լավ, կարող ես հետ գալ։ Մոռացիր առաջադրանքը։ Մոռացիր, թե քանի մարդ է այս ընթացքում թունավորվելու այդ քաղցրավենիքից։ Ամեն ինչ մոռացիր։ Բայց գոնե հանուն ինձ 2 րոպեով փակիր աչքերդ։ Ոչ, պարոն։ Ես չեմ կարողանա։ Թափքի, վստահիր ինձ։ Փակիր աչքերդ։ Ու հիշիր այն նպատակի մասին, որի համար եկել ես Ագրայից։ Հիշիր այն մարդկանց, որոնք անչափ կուրախանան քո հաջողությամբ։
Եվ բոլոր նրանց, ովքեր չէին ցանկանա տեսնել քո հաջողությունը։ Իսրան նայեք, ես չեմ ուզում ամուսնանալ սրա հետ։ Համոզելու բան չկա։ Եթե տղաս չի ուզում, ուրեմն չի ամուսնանա այս աղջկա հետ։ Չկա չարիք, առանց բարիք։ Դու չամուսնացար, բայց քեզ հետ ավելի լավ բան պատահեց։ Տեսնես թե ինչքան լավ ճանապարհներ են բացվելու քո առաջ։ Լավ, պարոն։ Ես դա կանեմ։ Տեր Աստված, թուղթ են խառնում խմորին։ Թափկի, միայն տեսագրությունը բավական կլինի։ Հիմա արա կարող ես դուրս գալ։ Մենք բոլորս քեզ ենք սպասում այստեղ։ Ո՞վ է սա։ Դու։ Ինչի համար ես եկել։ Գանշամլարա թափկի հետ է խոսում։ Հիմա ինչ է լինելու։ Թափկի, մի վախեցիր։ Ասա որ հավաքարար ես։ Խոսիր թափկի։ Ասա որ եկել ես աշխատելու։ Ասա որ հավաքարար ես։ Պատասխանիր։ Ես աշխատելու եմ եկել։ Ես հավաքարար եմ։ Հավաքարար ես։ Գնա։ Կանգնիր։ Հավաքարարը բարձրակրու կոշիկներ է ակնում։ Ասա, ով ես դու։ Արագ պատասխանիր։ Ինչ է լեզու չունես։ Թափկի, նրան ասա, որ քեզ իր հին կոշիկներն է տվել նախկին տիրուհիդ։ Թափկի, ով է քեզ ուղարկել։ Ես Թափկի, լսում ես ինձ։ Ասում եմ ով է քեզ ուղարկել։ Թափկի, դու ինձ լսում ես։ Թափկի։ Երևի Ազդանշանն է խափանվել։ Ես նրան լսում եմ, իսկ նա ինձ չի լսում։ Խոսիր, ով է քեզ ուղարկել։ Ես Խոսելը մոռացել ես։ Մի բան ասա։ Ով է քեզ ուղարկել։ Ինչ կա այդտեղ։ Այդտեղ ինչ ես թաքցնում։ Դուր տեսնեմ։ Տեսա խցիկ։
Եկել ես ինձ նկար հանելու, որ բոլորին իմ արածները ցույց տաս։ Ով է քեզ ուղարկել։ Խոսիր։ Արի։ Ես հիմա քեզ նկարը հանում ցույց կտամ։ Էй, բռնեք։ Մի թողեք որ փախչի։ Բռնեք։ Չթողնեք փախչի։ Բռնեք։ Դուրը բաց հա չէ կսպանեմ, բաց դուրը, բաց արա շուտրա, հենց հիմա բաց դուրը, արի կոտրենք, Վիվեք, դուք բոլորը ստուդիա գնացեք, իսկ ես գնամ թափքի մոտ Ինչ է հատ շեք կերել, կարգի խպեք, կոտրեք, էй աղջիկ դուրը բաց ու դուրս արի, խպի, Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին